2026 թվականին լրանալու է իմ բեմական գործունեության 20-ամյակը, պատկերացնում եք, սա մի ոլորտ է, որը օր-օրի զարգանում է, ամեն բան փոխվում է, բայց ես շարունակում եմ ամուր մնալ իմ տեղում, ինձ չեն մոռանում պատվիրատուները, ինձ չեն մոռանում իմ լավ ընկերներն ու գործընկերները, հասցրեցի շփվել բազմաթիվ մարդկանց հետ, բազմաթիվ բնագավառներից, հասկացա նրանց հոգեբանությունը եւ նույնիսկ երբ որ մարդկանց հետ միջոցառումների ժամանակ հանդիպում եմ, իրանք մոտենում են ինձ, արդեն ես գիտեմ նա ինչի է մոտիկացել եւ ինչ է ուզում ասի։ Խենթանալ կարելի է, սա մի ամբողջ կյանք է եւ մի ամբողջ պատմություն։ Շնորհակալ քեզ իմ սիրելի հաճախորդ, իմ սիրելի հանդիսատես, որովհետև քո տված բարձր գնահատականի շնորհիվ ես կարողանում եմ առայժմ իմ դիրքերը չզիջել այս ոլորտում եւ շարունակել գործունեություն ծավալել։ Անչափ հպարտ եմ, որ գնահատվում եմ եւ ես մինչեւ հիմա ին վրա աշխատում եմ։ Չնայած նրան, որ մեծ աշխատանքային փորձ ունեմ, բայց ես անընդհատ ին վրա աշխատում եմ ու ամեն անգամ, երբ որ վերցնում եմ խոսափողը, որ պետքա սկսեմ խոսել, ողջույնի խոսք ասել, հուզվում եմ ամեն բեմ ելնելուց։ Հուզմունքը միշտ կա իմ մոտ։ Ես չգիտեմ, կա այդպիսի մարդ, որ ինքը երբ որ դուրս է գալիս հանդիսատեսի հյուրերի առջև, ինքը չի հուզվում։ Միգուցե եւ կա, բայց ես կարծում եմ, որ երբ որ հուզվում ես, դու ավելի օրգանիկ ես դառնում եւ այդտեղ կեղծիկ ու դերասանություն չկա։ Իմ առաքելությունը անկեղծ լինելն է, իմ առաքելությունը հանդուրժող լինելն է, լույսը քո մեջ երբեք պետքա չմարի, որպեսի մտնելով տվյալ միջավայր, անկախ նրանից, որ ոլորտում ես աշխատում, դու բերես քո հետ լույս ու լուսավորես այդ միջավայրը։ Սիրում եմ բոլորին անկեղծ եւ ուզում, որպեսի այդ սերը, այդ ակնածանքը ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ լինի, որպեսի մենք մեր հայրենակիցներով լինենք միշտ համախմբված, որտեղ համախմբված մարդկանց վնասել հնարավոր չէ։ Չնախանձենք իրար, փորձենք հնարավորինս օգնել եւ եթե ինչ-որ մի հարցով չենք էլ օգնում, գոնե չխանգարենք։